Ինչ վերաբերում է կանանց ռեսուրս կենտրոնին, ուրեմն զավեշտ էր, բայց ոնց բերիր դրանց դաշտ գցիր, ես չիմացա։ Ես բերի գցի։ Բա ես բերի։ Կանանց ռեսուրսների կենտրոնը ասել էր ախպեր դա ֆեմինիստը բաբան։ Այդի հասկացա, բայց ես բանի ինչը։ Հա, այս Ռուբեն այս Վլադիմիր Վարդանյանի ասածը։ Այո։ Ուրեմն կանանց ռեսուրս կենտրոնը շատ օպերատիվ արձագանքել էր։ Սրանց դե ես վերջերս իրանք շատ ուշադիր են սեքսիզմի հանդեպ դրսևորումներով Ինչ ասում ես, մայ որ դու ասում ես, որ դու տենց տղա չես, դրանով դու սեքսիստական բան ես անում, որտեվ դու նսեմացնում ես կնոջ ազգանվան պահը եւ այլն, բայց կանանց ռեսուրս կենտրոնին ինչ եմ ուզում ասել։ Հա, սիրելի կանանց ռեսուրս կենտրոն։ Տես, մեծագույն խնդիրներից մեկը մեր հանրության մեջ, բայց ոչ Նիկոլի համատեքստում, որտեղ Նիկոլը աղետ է պրոստը, խնդրեմ չի։ Խոսանք ավելի փոքր խնդիրներից, քան Նիկոլն է, որտեղ որևէ խնդրեմ Նիկոլի համեմատ ավելի փոքր է։ Իմ ընկալման մեջ, մեր մշակույթում եւ մեր լեզվամտածելակերպում առասարակ տեղ ունի սեքսիզմը, ցավոք, որովհետեւ մենք պատրիարխալ հասարակություն ենք եւ որոշ խոսույթներում, նույնիսկ ընկալումներում երբեմն լինում են որոշակի այսօրվա արդեն ընկալումների մեջ սեքսիստական արտահայտություններ։ Բայց դրանցից ամենաաչք ծակողը դա այնա, որ երբեմն կոմպետենտությունը այստեղ, այսինքն կինը կորցնում է իր ընկալումները այդ համատեքստում որպես կոմպետենտ անձ, այսինքն խոսելով որ կինն ինչ որ բան անում, փորձ է կատարվում նսեմացնել իր կոմպետենտությունը։ Զորօրինակ ես Ահա, մսրմացնում, որ վարորդ եմ տենում։ Այո, օրինակ, մեկը ճանապարհի վրա մի սխալ խամություն անում, այսպես ասած, հետևինը միանգամից կարամ տածես ոնց որ կին առուլին։ Ես դեռ գրած եմ գալի մենք։ Երբեմն դա ունենում է օբյեկտիվ հիմք։ Տեսնում ենք, դե փորձն ավելի քիչ չէ, դե տելնում է, բան չունեմ ասել, բայց տես երբեմն ուրիշ բաներով, չէ, դրսում դե լավ դե կինն է, էլի։ Ցավալի բաներ կա դրա մեջ, ես չեմ կիսում այդ, թեպետ ավտոյի մեջ ես մեկ ցավոք տեսնում ենք, որ դրա դրսևորումներ կան, բայց առասարակ իհարկե ես չեմ կիսում այդ ամենը, բայց ձեր արձագանքը երկրորդ նախագահի ասուլիսին ավելի է արմատացնում ոչ կոմպետենտության այդ կարծրատիպերը, որովհետև հարգելի կենտրոն ռեսուրս կանանց ռեսուրսների կենտրոն չի կարելի 6 օր հետո ասուլիսից երկրորդ նախագահի ասուլիսից պաշտոնաթող նախագահի ասուլիսից արձագանքել ու պնդել որ իր խոսքում կան սեքսիստական դրսևորումներ դրանով դուք ցույց եք տալիս որ դուք կոմպետենտ չեք Եվ 6 օր հետո եք նկատում միայն դա կամ ձեր համար դա այդքան կարևորություն չունի կամ փողը այդ վաղտա նստե ինչ ես ուզում ուշա նստե մի խոսքով լավ չի որ դուք դա անում եք 6-րդ օրը հիշեցնեմ ուղղակի թե մարդկա գուցե չգիտի որ այստեղ հարցերներ ու այդտեղ իհարկե այսօրվա տրամաբանության մեջ արդի տրամաբանության մեջ գլոբալիստական տրամաբանության մեջ կա տրամաբանություն, բայց հայկական ընկալումների մեջ եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանի ընկալումների մեջ դե բրատ նա ինչ ասում բրեի Ես օրինակ կիսում եմ, տես արի ֆիքսենք էլ ես բացառիկ բանը։ Միտեղ կա որտեղ դու համաձայն չես, ես համաձայն եմ երկրորդ նախագահի հետ, ես էլ եմ այդ օրինակը նորմալ եմ։ Ես հասկանում եմ, որ ճնշող մեծամասնությունն է քո հետ համաձայն։ Ես այնպես չի որ համաձայն կամ չհամաձայնի հարց։ Ես ասում եմ ոնց է աշխարհում ընկալումները եւ ոնց է մեզանում ընկալումները։ Բայց մենք պետք է մեզանով չառաջնորդվենք։ Դե բայց չէ դու պետք է էվոլյուցիա ապրես, չի ամեն դեպքում։ Հա, բայց էվոլյուցիան ժամանակ չէ ընդհանրում։ Ասենք, չգիտեմ, նաուշնիկ դնելը զապադլոկ լիներ, որտեվ 90-ականների վերջ տենց էր, ասենք, կամ լենջին սակնելը կամ չեմ։ Գնալով էվոլյուցիա չի ապրում։ Բայց ես մինչև հիմա չեմ հագնում լենջինս։ Դե հիմի, բայց ամեն դեպքում մա չեն ծեծում գոնե դրա համար փողոցում էլի։ Այո, այս ռեպլիկ թողում են։ Չէ։ Ես չգիտեմ, դա կարող է չարբախում մի տեղ, ասենք, հաստատ կենտրոն կոմիտասը։ Այսքան օր իրար հետ ելնենք, քայլենք։ Ես դες ջինս լեն չեմ հագնում, բայց կարամ հագնեմ ինձ թվում է ոչ Չէ, դու չէ։ Ռեպլիկ թողելու համար եմ ասում։ Տենաս մեկին թողես, ասես տենաս տեսար թողում են։ Ասեմ տեսա։ Ինչևէ, հարցը որն էր, երկրորդ նախագահը ինչ էր ասել էր, որ լավ ենք բրծել, որ Նիկոլը կին չի, որովհետև իր տալու ունակությունները կնոջ պարագայում կլինեին ողբալի ավելի, ակնարկելով, որ երբ կինը քնում է շատ տղամարդկանց հետ, դա պրոբլեմատիկ երևույթ է, ի հակառակը նրան, որ տղան է քնում շատ կանանց հետ, դա այդքան պրոբլեմատիկ չի։ Դա իհարկե գնահատվել է որպես սեքսիզմ, հա, դա գնահատվում է, չէ, դա ինքը այդքան չի մանրամասն, բայց ինքը տես խնդալու համար այդ քո չսիրած ձևը, որ ինչ որ կատարում, հա, ասում է, որ լավ ենք բրծե գոնե կին չի, այսինքն միջով այդ ինքը խոսում է զիջումների բան տալու մասին ու որպես կատակ դա իր անկալումներով նորմալ է, որ դա
կարա տենց խոսք լինի, թեպետ իմ կարծիքով անկախ դու ասում ես որ քո համար դա էլ անկարելի, բայց իմ կարծիքով նախագահի մակարդակով հա, չէ, նախագահի մակարդակով կարող է բայց այնպեսի խնդրեմ չի, որ տենց ես իմիշ կինո սարքես, բայց կանանց ռեսուրս կենտրոնը 6-րդ օրը որոշեց խնդրեմ սարքի։ Այսինքն նախագահը ասում էր, որ շատ արա մեզանում դա սեքսիզմ չի, էլի, մեզան դա նորմալ է, աղբյուր ջան, չի կարա կինը գնաս, օրինակ, վեկալ մի հատ կուրս, այդ կուրսում մի հատ աղջիկ սաղ տղեքի հետ քնել է, ու վերցնում մի հատ տղա, որը այդ կուրսի սաղ աղջիկների հետ քնել է, ակն է դա որ տղան ռեպուտացիոն ռիսկեր չունի, հələ մի բան էլ ինչ որ դրական վարկանիշ ունի, իսկ այդ աղջիկը պրոբլեմատիկ է իր վարկանիշի առումով, բայց աշխարհում ֆեմինիստները ինչ են ասում են կնոջ սեքսուալ կյանքը այն նույնքան ազատ է, որքան տղամարդունը ու թիրախավորել կնոջը եւ կաշկանդել իրան իր սեքսուալ կյանքում, դա լավ միտք չի ու տրամաբանական է իրանց ասածը։ Այլ բան է, որ ավանդապես եւ առասարակ մեր ընկալումների մեջ դեռևս շարունակում է գերակշռել սեքսիստական, ասենք ասեմ։ Թույլ կտաս մի հատ սեքսիստական բան անեմ։ Ընդհատում անեմ, բայց այս անգամ տղամարդկանց բարագայում։ Նայ ապեն։ Օրինակ կանայք ավելի հայտնի են, չէ՞, աշխարհի բոլոր տեղերում իդեմ։ Կանայք ավելի հայտնի են, բանի, օրինակ խմորեղեն թխելու գործում։ Լավ խմորեղեն թխում են ավելի շատ կանայք։ Ընկալում է։ Այլ բան է, որ կան նաև տղամարդիկ, որոնք խմորեղեն են թխում։ Ես վերջերս մեր տղերքից մեկը ինձ ասեց, որ ինքը խմորեղեն է թխում, ես զարմացա անկեղծ։ Ես օրինակ սիրում եմ մսային բաներ սարքել, գիտես, դա երևի թե նաև մեր լսանի համար այդքան գաղտնիք չի։ Բայց խմորեղեն չեմ սարքում։ Սովորաբար ընկալում է, որ խմորեղենը կանայք են ավելի լավ սարքում։ Հիմա օրինակի համար, երբ որ միտեղ նստած լինես, խմորեղեն բերեն ու ասեն աղբերես, մեր գարիկն է թխել։ Մեր գարիկը, որի կյանքի ճակատագրի վրա մենք ազդեցինք դրական առումով եւ հարսանիքի նախապատրաստություն տեսանք։ Ասենք ուտես լավը չի, ասես այդ գարիկն է թխել, դրա համար լավը չի։ Ասես չէ։ Բայց ինչի՞ է։ Հիմա մյուս համեմատական։ Որտեվ այդ մասնագիտության մեջ ավելի շատ են կանայք։ Ապրես, այսինքն դա սեքսիստական է էլի, բայց հիմա մյուս սեքսիստական բան։ Օրինակ հենց նոր ինձ նամակով մեսենջերով գրում էին, մամաս էր գրում, ասում են ամոթ չես անում։ Ես էլ եմ կին վարորդ։ Դու կին վարորդներին ու լիքը վատ քշող տղամարդիկ կան։ Ես համաձայն եմ։ Այո։ Բայց դայի ավելի շատ կանայք, քանի որ նոր են սկսել մեր երկրում համատարած մեքենա քշել։ Փորձը քիչ է եւ տոկոսային հարաբերակցությունը իրանց վարելու մեջ ավելի բարձր է, որ իրանք վատ են վարում։ Իհարկե տղամարդկանց հետ եթե համեմատես, տղամարդկանց 10%-ից ավելին, ես կարծում եմ 50%-ից ավելին է վատ քշում, դա կանանց բոլոր վարորդների, բոլոր վարորդ կանանց երևի 10 անգամ ավելին է դառնում, որտեվ կան լիքը անմեղսունակ տղամարդ վարորդներ ապե, անմեղսունակ, հատկապես այս թազա բանը ավտոքշողները, այս էլեկտրիկ էլեմենտով ավտոները, մեկը մի օր ասես տոկով ավտո քշողները ապե, ավելի բան են, հասկանում ես, պրոբլեմատիկ են, մեկ է տենում ես կամասակշում, որտեվ Զարյատկեն խնայում է աղբերես մեր աղբերը ու ինքը կամասակշում երրորդ գծի վրա, որ դու արդեն ուզում ես գնաս, քո բենզինը լցնես, շարունակես, ոբշեմ, բայց ինչ ես անում ընկերը, տենում ես, որ համատարած կանանց մեջ կա վատ քշող, ու ես գրազով, մի իրար հետ ենք շատ եղել, արա եղել է, որ մեկը մի հատ այլանդակ սխալ է խախտում, երթևեկության մայրը լացացրել է, ես ասել եմ գրազ եմ գալիս կամ կինա կամ տարիքով մարդ, եղել է շատ, ու դա նորմալ է, բրատ, դա սեքսիզմ չի, դա փաստի արձանագրում է, ոնց որ խմորեղեն թխելու պարագայում։ Այ սեքսիզմը գիտես երբ կլինի, երբ դու իմանաս, որ ինչ որ կին վարորդ է, ու կանխակալ վերաբերմունք ունենաս, որ ինքը հավանաբար այդքան լավ չի քշում։ Համաձայն եմ, բայց ես տես կանխակալ վերաբերմունք չունեմ։ Բայց տես, չէ, բայց երբ որ դու տես ինչ որ սխալ, առաջինը ինչ մտքիդ գալիս է, ոչ թե 50% քշող վատ տղամարդիկ են, այլ ավելի շատ կնոջ վրա ես գնում։ Այո։ Այսինքն նաև քո արտահայտությունը պարունակում է էյջիզմ։ Էյջիզմ, ահա, բայց ընկեր ջան, ախպերս փաստ է, բրատ, մարդիկ կան, որոնք 80 տարեկան են։ Այո։ Այդ մարդիկ իմ ու քո տարիքում եղել են սովետում։ Ռեակցիայի ավելի թուլություն ունեն։ Համ ռեակցիան տեխնիկային սովոր չեն։ Բնական բանը հանի դու, մի հատ ուրիշ բան գնա։ Իրանք իմ ու քո տարիքում ոչ թե քշել են օրինակի համար հնարավորություն ունեցել քշելու են ավտոները, ոնց որ ես ու դու ենք քշում, ու այն երթևեկության տրամաբանության մեջ, որ ես ու դու ենք քշում, այլ իրանք տեսել են օրինակի համար 24 06, չգիտեմ, ավելի հին ավտոներ, ասենք Պաբեդա եւ այլն, եւ որ քաղաքում կար 15 ավտո, 20 ավտո, ու բոլորը գիտեին այդ ավտոյի տերերին, ու փողոցը ոչ մեկ, ինչեւ իմ բանակ գնալու նման էին անցնում բոլորը։ Մեջտեղով։ Ոնց ուզում էր, հա։ Ու այս մարդիկ նորմալ է, որ այդ ռույլը երբ որ իրանց տվել են, ասենք օրինակ Kia Sorrento-ի ռույլը բռնած պապին, ինքը վտանգավոր է երթևեկության համար։
էյջիզմա թե ինչիզմա, ամենայն դեպս քաղաքմեջիզմա դա քաղաքականության, բարիականության արա, երթևեկության, աղբիզմա երթևեկության մեջ։ Հետևաբար նորմալ է, որ ես այդ ասեմ, ու գրազ եմ գալի 90% դեպքերում ես ճիշտ եմ ելնում, կամ լինում է տարիքով մարդ, որի ռեակցիան է քիչ, որի հիշողությունն ու երիտասարդության տարիներն ունեցած հնարավորություններն են այլ եղել լրիվ ուրիշ։ Ոնց որ վաղը մյուսօր ես ու թռնող ավտո քշենք, դու կարաս թռնող ավտո քշես 80 տարեկանում, ընկեր։ Չեմ կարող։ Ահա, քո երեխեն, քո թոռները ավելի լավ կքշեն, չէ՞։ Կամ քո ընկերների երեխեքը բանա, հա մյուս սերունդը մեր։ Հաստատ ավելի հարմար կքշի։ Ու մեկ էլ մեկը կգա կասի արա հաստատ այդ բիզայա ռուլին նստած։ Դες ինչա պետք է։ Ու կա մեկը կգա նարեկ պապի։ Տրամաբանական է։ Ես ինչ եմ առաջարկում, մի օր պետքա այդ սեքսիզմի թեմայով все-таки մենք վերջակետ դնենք, թե չէ այս ամեն ինչը։ Մի հատ պետքա փորձագետ կանչել ու հասկանալ վերջը որն է սեքսիզմը, որը սեքսիզմը չի։ Հա, բայց այդ փորձագետը չպետք է լինի օրինակի համար։ Չէ, փորձագետ պետք է լինի, ախր։ Հա, իսկական փորձը, հա, տես փորձագետ չլինի բացահայտ կողմնակալ։ Ընկեր, ինձ փիլիսոփայական մոտեցում արած։ Ես քեզ բերեմ օրինակ, ախպեր, մեզ ֆեմինիստ պերսպեկտիվ էր դասավանդում, ախպեր ջան։ Մի հատ մարդ, որի ազգանունը Բուրնազյան էր, որը օրինական գեյ էր, բրատ։ Օրինական չէ, էլի։ Բացահայտ։ Coming out եղած գեյ է։ Բացահայտ էլի։ Հիմա այս մարդը ախպերից, երբ որ մեզ բացատրում էր թե ինչքան լավ բան է ֆեմինիզմը, իրան ինչքան ուզում է իր ասա, որ դա exclusion է, հա, դա խտրականությունը տղամարդկանց դեմ, որտեղ մեծամասամբ ֆեմինիստական շարժումների բանը իրոք խտրականությունը տղամարդկանց դեմ, ապա դառնում, ինքը ծայրահեղ դրսևորում է ստացել։ Արա դու չէիր կարա դա բացատրել, որտեղ նախ առաջին ինքը իրան տղամարդ չէր ընկալում, ինքն իրան ընկավ Վահան Բուրնազյան, ինքն իրան ընկալում էր կին այդ մարդը։ Երկրորդ ընկեր ջան, այդտեղ իրա տեսած իրա պատկերացած ագրեսիվ դրսևորումներ, որը ընդունի որ exclusion է բրատ։ Կա տենց բան։ Մի խոսքով մի օր ավելի մանրամասն կանչեք լուրջ մասնագետի, այո։ Եվ թող ինքը բանը սեքսիզմի շկալայով գնահատի իմ սեքսիստության շկալան։